Փաստը գրում է Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին։ Թերթի աղբյուրների համաձայն դեսպանի պաշտոնի համար կան մի քանի թեկնածուներ, սակայն ամենահավանականը Հայաստանի արտգործնախարարի նախկին տեղակալ Մնացական Սաֆարյանն է։ Նշվում է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը առավել հակված է նրան Ռուսաստան գործուղելու տարբերակին։ Սաֆարյանը համակարգում է նաև Եվրասիական տարածաշրջանի, այդ թվում Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների ուղղությունը։ Փաստի տեղեկություններով նա լավ կապեր ունի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ռուսական քաղաքական ու դիվանագիտական շրջանակների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ ըստ թերթի Արարատ Միրզոյանը արտգործնախարարի տեղակալի նոր թեկնածու եւս ունի, որի անունը դեռևս չի հրապարակվում։ Իրավունքը գրում է ԿՊ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցման Պալեն Սիմոնյանը մտերիմների շրջանակում խոսել է ազգային ժողովի նախագահի պաշտոնում չընտրվելու մասին։ Ըստ թերթի Սիմոնյանը նշել է, որ իր չընտրվելը հատկապես մեծ հրճվանք է պատճառել Հայկ Սարգսյանին։ Սիմոնյանն ըստ հրապարակման Սարգսյանին խորհուրդ է տվել գնալ ու հասկանալ ռուսական «Где раки зимуют» արտահայտության իմաստը։ Թերթը գրում է, որ Հայկ Սարգսյանը ծանր է տարել ազգային ժողովի նախագահի պաշտոնում չընտրվել է եւ այդ մասին արտահայտվել է նախկին թիմակիցների շրջանակում։ Ըստ իրավունքի նա խոստացել է, որ իրեն մերժած թիմակիցները դեռ գալու են իր դուռը։ Թե ինչ է ակնարկել Սարգսյանը թերթի տեղեկություններով, անգամ նրա մտերիմների համար դեռևս կաղտնազերծված չէ։ Հրապարակը գրում է. Սյունիքից ահազանգել են մարզի օդային տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հայտնվելու մասին։ Ըստ աղբյուրի դրանք նկատվել են մասնավորապես Գորիսի հատվածում, պտտվել են տարածքում եւ այնուհետեւ անհետացել։ Թերթի աղբյուրը ենթադրում է, որ անօդաչու թռչող սարքերը կարող էին ուղարկվել տեսանկարահանման նպատակով։ Հրապարակը հիշեցնում է, որ նախորդ տարվա մայիսին Խոզնավարի տարածքում նույնպես տեղացիները երկու անօդաչու թռչող սարք էին նկատել։ Ըստ աղբյուրի հայկական զինված ուժերին հրահանգվել է որևէ պարագայում չկրակել եւ չարձագանքել ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հայտնվելուն։ Պատճառն այն է, որ ըստ այդ տեղեկության դրանք որևէ վտանգ չեն ներկայացնում։ Իրավունքը գրում է. Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին։ Թերթի տեղեկություններով վարչապետը ՊՆ ղեկավար կազմի հետ զրույցում դժգոհություն է հայտնել ստեղծված իրավիճակից։ Ըստ հրապարակման Փաշինյանը ղեկավարներին ասել է, որ պետք է մեկ մարդու նման ապացուցեն տեղի ունեցածում ղեկավարությունը կապ չունի։ Նա ըստ իրավունքի նաև զգուշացրել է, որ հակառակ դեպքում պատասխանատվությունից խուսափել չի հաջողվի։ Թերթը ներկայացնում է Փաշինյանի խոսքերը որպես ՊՆ ղեկավար կազմին ուղղված կոշտ պահանջ։ Հրապարակման մեջ նշվում է, որ այս արձագանքը կապված է Պաշտպանության նախարարությունում վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ։ Փաստը գրում է. Հայաստանը կարող է փոխել արտաքին քաղաքականությունը, խաղաղության քաղաքականություն որդեգրել եւ նոր տնտեսական ու սահմանադրական ռազմավարություններ ընդունել առանց պետական ինքնությունը փոխելու։ Հոդվածում հարց է բարձրացվում, թե ով, երբ եւ ինչ իրավական հիմքով որոշեց, որ Հայաստանն այլևս երրորդ հանրապետություն չի ապրում։ Հեղինակը նշում է, որ չորրորդ հանրապետություն չի կարող ծնվել միայն մեկ անձի կամքից, կառավարության ծրագրից կամ քաղաքական կարգախոսից։ Հոդվածում ընդգծվում է, որ 1991 թվականի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը քվեարկել է անկախության օգտին, ոչ թե կոնֆլիկտի հանրապետության ստեղծման օգտին։ Հեղինակի կարծիքով խաղաղությունը կարող է լինել Հայաստանի պետականության զարգացման նոր փուլ, սակայն այն չպետք է ներկայացվի որպես երրորդ հանրապետության մահվան վկայական։ Նյութի վերջում շեշտվում է, որ իշխանությունները գալիս եւ գնում են, իսկ Հայաստանը մնում է։ Ուստի Հայաստանի պատմությունը չի կարելի վերանվանել հրամանագրով, ելույթով կամ քաղաքական կարգախոսով։